Չէ, մենք հիմա նամակ չենք փոխանցել, նամակները ավելի վաղ գրվել, փոստով ուղարկվել, պատվիրված նամակներ, ցանկացանք հանդիպում, մեզ հետ հանդիպեց նամակների ու դիմում բողոքների ստացման վարչության պետը Նազարյան Համլետ։ Մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, բնականաբար ինքը մեզ շատ նորմալ լսեց, ասեց, որ կներկայացնի, բայց մեզ ուղղություն տվեց, որ ավելի ճիշտ կլինի մենք պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունենանք, որովհետև հենց իրենք են այդ գերատեսչությունը, որը, այսինքն իրանց իրավասության տակ է այդ ամեն ինչը, բնականաբար մենք հետագայում արդեն այդ ամեն ինչը կքննարկենք, կկազմակերպենք, մենք խումբ ունենք ծնողների ու կդիմենք նախարարին, մեր հետագա անելիքները արդեն այն ժամանակ կերևա կպայքարենք, տեսնենք։ Ակցիաներ պատրաստում եք նախարարության առջև։ Դե գիտեք ինչ, հավանաբար մենք էլի այսպես խմբով կգնանք, հանգիստ, խաղաղ, ոչ մեկին չենք նեղացնի, ինչպես հիմա, հարգալից վերաբերմունքով կխնդրենք տեսակցություն նախարարի հետ, եթե նախարարը ժամանակ կունենա մեզ կտրամադրի, նույն մեր պահանջները կներկայացնենք։ Առայժմ այսքանը։ Բայց ամեն դեպքում նախարարությունից սպասելիքներ ունեք, նկատի ունեմ դեր բողոքին առաջ։ Սպասելիքներ միշտ լինում են։ Այսինքն մենք ունենք սպասելիքներ, որ եկել ենք ու ունենք սպասելիքներ։ Եկեք զինծառայողից։ Այո։ Ձեր երեխան բողոքներ։ Երեխաները հիմնականում բողոքներ չունեն, իրանք չեն կարա բողոքներ ունենան, իրանք չեն կարա թուլանան, իրանք չեն կարա կոտրվեն, որովհետև իրանք պոստերում են, իրանք սահման են պահում 18-19 տարեկան տղաներ։ Իրանք շատ մասը տեղյակել չեն, որ ծնողները նման խնդիր են բարձրացրել, բայց իրանք համար էլ վիրավորական է, այսինքն իրանք հո գիտեն, որ իրանք դասընկերը իրանցից ուշա գնաց է 6-7 ամիս ու իրանցից շուտ է գալու, այդ է անարդարությունը։ Համար ընդունելի էր, որ բանակում այլևս գնդերեցները ծառայություն չեն։ Ճիշտ ասած էլ մեր օրակարգից դա դուրս է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել։ Կարծում եմ, չէ։ Հոգևորականի ներկայությունը պետք է հոգեբանական։ Դե ինձ թվում է իհարկե պետք է ամեն տեղ էլ հոգևորականի ներկայությունը պետք է։ Երևի ամեն բան կփոխվի դեպի լավը։ Երեխան էլ է ծառայում։ Թորնիկս է ծառայում։ Որտեղ է ծառայում։